Չէ՞ որ employer branding-ը պարզապես մարքեթինգի աշխատակիցներ ներգրավելու համար։ Լավ, գործատուի բրենդավորումը պարզապես մարքեթինգային հնար չէ։ Այն առաջին հերթին ռազմավարական գործիք է։ Այն փոխկապակցված է ընկերության կորպորատիվ մշակույթի հետ եւ այն ձևավորում է գործատուի արտաքին ընկալումը, այսինքն իմիջը։ Կարևոր բաղադրիչներից մեկն է հենց ընկերության կորպորատիվ մշակույթը, որը սահմանում է, թե ինչպես են ընկերության աշխատակիցները շփվում եւ համագործակցում միմյանց հետ, ինչպիսի մթնոլորտ է ընկերության ներսում եւ ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերվում ընկերության հաճախորդների եւ գործընկերների նկատմամբ։ Հաճախորդները եւ գործընկերները հակված են ավելի հարգել եւ ավելի վստահել այն ընկերություններին, որոնք ունեն համախմբված, տաղանդավոր եւ հարց լուծող աշխատակիցներ։ Սա ստեղծում է դրական հեղինակություն գործատուի համար, ինչը ուղղակիորեն նպաստում է բիզնեսի աճին։ Գործատուի բրենդավորումը միայն սոֆտ գործիք չէ, այն ունի չափելի ազդեցություն բիզնեսի վրա։ Նվազեցվում են հավաքագրման ծախսերը, աճում է աշխատակիցների պահպանման եւ ներգրավվածության ցուցանիշը, աճում է արտադրողականությունը մոտիվացված թիմերի շնորհիվ եւ ամրապնդվում է շուկայական դիրքը բարձր հեղինակության շնորհիվ։